Գործող կարգավորումների համաձայն ներքին դիտում թվային կամ ոչ թվային հաղորդակցության նկատմամբ հսկողություն, ինչպես նաև ֆինանսական գործարքների նկատմամբ հսկողություն, օպերատիվ հետախուզական միջոցառումները կարող են կատարվել բացառապես եթե գործ ունենք ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների հետ։ Նախագծով առաջարկվում է, որ դրա կիրառման շրջանակ ավելի լայնացնենք կաշառքի հետ կապված հանցագործությունների առնչությամբ անկախ նրանից, թե ինչ ծանրության աստիճանն է, այսինքն նաև ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների պարագայում։ Կարող է լինել կաշառք տալու կամ ստանալու կամ ցանկացած այլ նմանատիպ դրսևորումների մասին տեղեկություններ, որի պարագայում, եթե ունի օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը նախապատրաստող կամ կատարված հանցանքի մասին տվյալներ, կարող է արդեն ըստ այս նախագծի նրա ընդունվելու պարագայում իրականացնել վերաթվարկված օպերատիվ հետախուզական միջոցառումները։ Հիմնական մարտահրավերները, ինչպես եղել են նախկինում, նույն ձևել շարունակելու են գոյություն ունենալ, այս փոփոխությունը որևէ կերպ մարտահրավերները չի հաղթահարում, բացատրեմ թե ինչու, որովհետև գործող կարգավորումների համաձայն օպերատիվ հետախուզական միջոցառումները, նույնն է թե նոր քրեական դատավարության օրենսգրքով գաղտնի քննչական գործողությունները, կարող են կիրառվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության առնչությամբ, եթե տվյալներ ունի համապատասխան վարորդն իրականացնող մարմինը կամ կաշառքին վերաբերող հոդվածներով քրեական հետապնդում իրականացնելու պարագայում։ Բայց այստեղ ինչն է խնդիրը։ Օրենսդիրը, երբ որ ընդլայնում է օպերատիվ հետախուզական միջոցառումների կիրառման հնարավորությունը, ըստ էության լրացուցիչ երաշխիքներ չի նախատեսում, որպեսզի այս լայնացվող շրջանակի չարաշահումները կանխի, այսինքն գոնե հակակշռող գործիքակազմ ունենա կամ այլ ինչ-որ միջոցներով փորձի բալանսավորել հանրային եւ մասնավոր շահերի հարաբերակցությունը։ Օրենսդիրը արդեն իսկ նախկինում առաջնորդվել է այն տրամաբանությամբ, որ հենց կոնկրետ թվարկված օպերատիվ հետախուզական միջոցառումները ծանր միջամտություն են իրենցից ենթադրում անձի մասնավոր կյանքի նկատմամբ կամ նրա առօրյայի նկատմամբ, դրանով պայմանավորված լրացուցիչ պարտականություն է օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի 31-րդ հոդվածով սահմանված, որի համաձայն ոչ միայն պետք է տվյալները վերաբերեն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությանը, այլև այս միջոցառումները հայցող պաշտոնատար անձը պետք է հիմնավորի, որ այլ տարբերակով, այլ միջոցներով կամ այլ իրավաչափ գործունեության արդյունքում չէր կարող ստանալ այդ տվյալները, որը ցանկանում է ձեռք բերել։ Երաշխիքը ըստ էության նույնն է մնում։ Եվ երբ որ օրենսդիրը ընդլայնում է այս օպերատիվ հետախուզական միջոցառումների կիրառման հնարավորությունը, ըստ էության լրացուցիչ երաշխիքներ չի սահմանում։ Դրանով պայմանավորված մենք այսինքն ունենք ենք իրավական երաշխիքների տեսանկյունից նույն վիճակը, իսկ կիրառման հնարավորությունների առումով առավել բարձր հնարավորություն ենք տալիս համապատասխան մարմիններին։ Այստեղ խնդիր է առաջանում, որտեղ ելի եմ նշում հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռման գործիքակազմը լրացուցիչ մեխանիզմներ պետք է սահմաններ, որը մենք այս պարագայում տեսնում ենք, որ նախագիծը առհասարակ չի դիտարկում կամ չի էլ նախատեսվում նմանատիպ երաշխիքներ նախատեսել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ որոշումներ է անդրադարձել օպերատիվ հետախուզական միջոցառումների կիրառման եւ անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության այս հարաբերակցությանը, թե որ կետում է այդ իրավունքը խախտվում, մենք պրակտիկայում շատ հաճախ ունենում ենք շատ ցավալի իրողություններ, երբ որ պարզում ենք, օրինակ ներքին դիտում գործողությունը ավելի վաղ է սկսել, քան համապատասխան որոշման կայացումը, այսինքն ինչ որ պատրվակով սկսել են օպերատիվ հետախուզական միջոցառումը իրականացնել, դրա համար թե բավարար տվյալներ չեն ունեցել, որի շրջանակներում լրիվ ուրիշ ինֆորմացիա են ձեռք բերել եւ այդ ուրիշ ինֆորմացիայի հիման վրա անձին քրեական պատասխանատվության են կանչում։ Բազմաթիվ կան այդպիսի գործեր, օրինակ կաշառք տալը, մանավանդ կաշառք տալու պատրվակով կամ կաշառք ստանալու պատրվակով, այստեղ տեղին է օգտագործել պատրվակ բառը, եթե իրականացնեն համապատասխան գործողությունները եւ այլ հանցագործության մասին, օրինակ լիազորությունների չարաշահման մասին ձեռք բերեն տվյալներ, այս պարագայում կարող են արդեն այդ տվյալները օգտագործել ի վնաս անձի, բայց այստեղ շատ ու շատ երաշխիքներ կան, որը չի պահվում պրակտիկայում եւ ես կարծում եմ, որ եթե այս փոփոխությունը ընդունվի, այս իրավախախտումների նորանոր դրսևորումների հաստատ ականատես ենք լինելու, ինչը հետագայում կարող է եւ եվրոպական դատարանում ի վնաս Հայաստանի Հանրապետության վճիռների հանգեցնել։